Մոտավորապես նախորդ բյուջեի քննարկումների օրգանական շարունակությունն է։ Մի քանի օր առաջ եմ Վրաստանից անցել սահմանով եւ տեղեկացնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր մեքենա, որը մտնում է Վրաստանից Հայաստան, պետք է մուծի 2000 դրամ, որը կոչվում է մեքենաների ժամանակավոր ներմուծում։ Ոչ թե մեքենայի մուտք, այլ մեքենաների ժամանակավոր ներմուծում, եւ այդ գումարները մուծվում են բրոկերներին։ Ոչ թե մաքսային աշխատողներին, այլ բրոկերներ կան նստած, առանց որի դու չես կարող շրջանցել, այլ ընտրանքի հնարավորություն չունես, եւ դու մուծում ես պարտադիր ժամանակավոր մեքենայի ժամանակավոր ներմուծման գումար։ Խնդիրը այն է, որ դա կարող է անել մաքսավորը, մենք այդքան հերթու այդքան մեքենա էլ չունենք, բայց արդյունքում այդ գումարները գնում են բրոկերներին, նրանք մուծում են երևի միայն իրենց հարկեր դուրքերը եւ մենք դրանով խոչընդոտում ենք այդ մարդկանց շահագրգռվածությունը Հայաստանում տաքսի աշխատելու եւ դրանով բնականաբար ավելանում է մարդկանց հաճախորդների գնացող եկողների մասնաբաժինը։ Ասեմ, որ հակառակ ուղղությամբ այդպիսի բան չկա։ Այսինքն Հայաստանից մեքենաները կարող են մտնել Վրաստան հանգիստ եւ որևէ գումար չմուծել։ Ինչու է սա կարևորվում, հատկապես կարևորվում է, ես խոսել եմ ջավախցիների հետ, այդ կողմում շատ ապրողների հետ, ուղղակի անիմաստ, անտրամաբանական մուծումներ են անում իրենք, երբ որ մարդը գալիս է, ասենք Երևան կամ Ղուկասյան բուժվելու կամ բարեկամին տեսնելու, ինք համես 2000 դրամը պիտի մուծի, համել մեկ օր մտնելու համար 5000 դրամ էլ ապահովագրություն պետք է մուծի։ Սա քաղաքականություն չի։ Գոնե, եթե չեմ ասում վրացիների նկատմամբ, որոնք սիմետրիկ բան չեն անում, գոնե մեր հայրենակիցների նկատմամբ այդ անխղճությունը չպետք է անել։ Ջավախցին ուզում է գա այստեղ կարտոֆիլ վաճառի, ուզում է այստեղ գա բուժվի, գալիս է այստեղ ինչ որ բան անելու։ Մենք դրանով խոչընդոտում ենք այդ մարդկանց մուտքը։ Մյուսը տրազիտի հետ կապված։ Մենք պետք է այնպես անենք, որ Հայաստան մտնող մարդը եւ մեքենան շատանան։ Դա ինքնըստինքյան գումար է բերում։ Ադրբեջանից Իրանից Ադրբեջան մտնելու համար մեքենան տրազիտ որպես մուծում է $80, մենք վերցնում ենք $300։ Պատկերացրեք իրանցի վարորդին, որը կընտրի, բաց չէ $80 Այսինքն մեր քայլերով այնպիսի պիփր բյուջեի վիճակը բարելավելու համար այնպիսի քայլեր ենք անում, որ հուշտ ենք անում, վանում ենք այդ մարդկանց այդ բաներից օգտվելու։ Սրանք քաղաքական խնդիրներ են, սրանք ֆինանսական խնդիրներ չեն։ Հայաստանը պետք է դարձնել գրավիչ տուրիստների համար, եկողների համար, ուղևորների համար։ Մենք այդ քաղաքականություն չենք իրականացնում։ Մեր քթի տակ եղած սահմանների մասին է խոսքը։ Շնորհակալություն։